Մեր գյուղը այն վայրն է, որտեղ առավոտները բացվում են աքլորականչով, իսկ իրիկունները հանդից վերադարձող նախիրների ու հոտերի բառաչով։ Մեր գյուղ այն վայրն է, որտեղ մարդիկ ապրում են սեփական քրտինքով ու անցորին ճանապարհում թոնրից նոր հանած տաք լավաշով ու ոչխարի պանիրով։ Սակայն ավաղ այն գյուղը մնացել է սարերի հետևում, որովհետև ժամանակների հետ փոխվում են նաև մարդիկ։ Մեզ դանը գնին մարդ աղջիկս իրավունք ունի ու իրեն օջղին համար բարտականի որ հաց է եփել, լավաշը, հայկական ավանդույթի բանով, սա օջախը կշտացնա։ Լավաշ եփել իմ հարցս ամեն րոպեն համի 10 կունդին բիջիգերը որ կսեմ ես սորվում վիդեո քեզ նետել դու նոր եղտիանաս ես ուրիշի դուր չաշին ես այդ հայկական բաներն էի իքին որ լավ դերեկս աշխատանքի կան ու դին աղջիկս ինչ Ես իմ ընտանիքից կուզիմ որ լավ սադե լավաշ եփի ամեն անգամ լավաշն էլ լինի դուներ սա ծմերը ես եփիմ իմ աղջիկս Կուտան կորա ֆերմերնին թող սաղն է իմանան իրենց համար գովը բայինք Մեր շարադին կինը գարնենք մենք որ դու մեշագես տվայնո եկամուտ կունենաս մեշագելն է մեգիս կաշենք չենք ենեղ դյումենու են 200 լիտրանոց սեբերատներին աղջիկս փերիլ էր ուր են տավիկուարիգից տիտա դու գովունից ես չունիմ Իմ վաղ ծերով գզայն էինք, պերից որ ես մեշագի, եկ այս որ մեկ էլ հազնեգը տունը հետ հազնիսկ է։ Մեր ձծում նախշունի, յոթամակյում ացունի, Տիկ զարկեմ եխանեմ, սարակ տիրուն ճաշանեմ, Տիկ զարկեմ եխանեմ, սարակ տիրուն Ճաշամե Ցամփացամ զարկեմ նուկիմ եղանեմ Ցամփացամ զարկեմ մեր Անարատ կաթն ու պանիրը խնոցից հանած թարմ կարակը դարձել են մեր մանկության հիշողությունների մի մասը Քաղցր հուշեր, որոնք պարզ են առավոտյան արևածագի ու մայրամուտի նման Սակայն քաղաքի կենտրոնում դեռ կարելի է գտնել հայ կանանց, ովքեր դեռ պահպանում են ավանդական ընտանիքների ադաթները, բայց նոր ավելի հեշտ մեթոդներով։ Գենի 60 կիլո պանիր կարակ, մե 100 կիլո են ավիլա պանիր չեքին։ Եթե նորից հասնենք, չի մենիս, զավոդի չի մերլե։ Դժվարությունը շատ է, բայց տնական ապրանքը յուրաքանչյուրից հայտնի որ լավ է։ Օրինակ ես 5 հատ կով կպայեմ, 5 կովի մեջ որ ես երթամ կարակ կանի, մեդիկ ինձի ամոթ է։ Տանջանքնա շատ է, կենինք, թե չէ որ վերցնես բարձր որ դժվարություն կա, բայց մեկին երկու շահունից, հանձնելուտ վրա։ Մոդավորապես ես ամիսում կաթե ետ կարնեմ 5 կովին համար։ Ծմրան լարիվ տարին տարուն տեսնելու համար, թե չեչիլ պանիրը, թե եղը, թե ամեն ինչը ինձի հերիք է։ Մենակ ես եմ, ես իմ կաթովս, խապ չիմ խաղա, իմ կաթս իմ տունս, առորյա մշակիմ գա, առորյա չեչիլ պանիրը գենիմ, մինիմում 3 կիլով գիսի 4 կիլո պանիր կել է օրվա մեջ, 2 լիտրեն ավել սերուս կել է, ըշտը ականատես եղակ է դոր համարա չիդեմ ինչ սիմել ամեն ինչը շատ լավ է, ու ես սիրով կկատարիմ էդ գործը, շատ սիրով կատարիմ գա։ Ով ինչ են առաջներում այդ խոլեստերինը չեն ունեցել մարդիկ եղը տնային վերջներում գուտեին։ Հիմի այդ խոլեստերինը հետ որ չի ունի, մալ չունի, ապրանք չունի, այդոնք իշո խույժ խոլեստերիններ ունին։
Մանուկ օրերի չեչիլ պանիրն ու ճոճկից կախած խնոցին շատերը չեն հիշում։ Գյուղական անուշաբույր լավաշի ու թոնրում խորոված կարտոֆիլի բույրը նույնպես։ Բայց այս ամենի համն ու հոտը անմահական է։ Տարեցների երկարակեցությունը եւս գալիս է թոնրի ծխից ու տաք շիճուկից, որը այլևս գոյություն չունի։